Նկարագրեք արփին այնպես, ինչպես երբեք ոչ միտեղ չեք նկարագրել իրեն այդ տեսանկյունից եւ այդ հատկանիշներով։ Ես ամեն անգամ հիանում եմ իր ունակություններով լավ մարդ լինելու։ Շատ տարօրինակ է։ Հայաստանում միշտ հակառակն է։ Ամենակարևորը ինչ կերավ, որտեղ քնեց։ Իսկ թե իրենց հույզերի հետ ինչ է կատարվում, ինչքանով են այդ երեխեք ընդհանրապես հաղորդ իրենց հույզերին, ոնց են արտահայտում, հատուկ որ ասում եք արփին կարողանում է շատ ճիշտ գործ ունենալ իր հույզերի հետ, այդ բացառիկ բան է։ Ու ինքը մեկ-մեկ այնպիսի պատասխաններ է տալիս, որ ես ապշում եմ, որտեղ այս վերջերս հենց հարցեցի, ասեցի արփի մամաները ինչ պիտի անեն։ Ինքը խաղում էր տիկնիկի հետ, ինքը մամաներ եւ այլն, ասում մամաները պիտի բարկանան։ Խոսեցիք էմպաթիայից, հիմա մեզ լսում են շատ մայրեր կամ ապագա մայրեր։ Ինչ է էմպաթիան երեխայի հանդեպ։ Ոնց եք դուք դա ցույց տալիս։ Այնքան շատ է ապրումակցման կարիքը առողջ հասարակություն ունենալու համար եւ կարծում որ հենց ծնող դառնալու առաջին ամենակարևոր գործիքներից մեկն է դա կարողանալը, որովհետեւ դու նաեւ երեխայիդ ես սովորեցնում քեզ ապրումակցել։ Ողջույն Արուս, այսօր ինձ հյուրն է լրագրող Արուս Տիգրանյանը, բայց ով այսօր այստեղ է որպես իր 3-ամյա դստեր Արփի մայր Արուս։ Այո։ Լավ եք։ Հա։ Ես այս մեղքի զգացում ունեմ, որ իմ հյուրերին շաբաթ-կիրակի կտրում եմ իրանց բալիկներից, որ իրան բալիկներից խոսեն։ Ես էլ այդ մասին մտածում, այստեղ գալիս, բայց դե ինչ արած։ Ուրիշ տարբերակ չկա։ Այո, Արփին պապայի հետ է, կարծում եմ իրանք հիմա լավ հավես ժամանակ են անցկացնում։ Առանց ինձ չէ։ Այո, վրաները խոսացող չկա։ Արուս, ուզում եմ, եթե կարիք ունեք մի քանի րոպե մտածեք, եթե չէ, հենց միանգամից ասեք, նկարագրեք արփին այնպես, ինչպես երբեք ոչ միտեղ չեք նկարագրել իրեն այդ տեսանկյունից եւ այդ հատկանիշներով։ Ինչպիսին է արփին։ ուղղակի ես արփին այնքան եմ նկարագրում, որ կդժվարանամ խոստանալ, որ այլ կերպ կնկարագրեք։ Կտարբերվի։ Արփին շատ լավ մարդ է։ Ես ամեն անգամ հիանում եմ իր ունակություններով լավ մարդ լինելու, որովհետև մեծահասակների աշխարհում այնքան շերտեր կան շփվելիս, իսկ արփի պարզությունն ու միանգամից առաջինը մտքին եկած ասելիս ես տեսում թե դա ինչքան մաքուր ու անկեղծ է։ Վայ այնքան դժվար է աղջկատ նկարագրելը։ Արփին շատ սիրո մասին է, իր մեջ անսահման շատ սեր կա դեպի ցանկացած մի բան, որին հետ ինքը կապվում է, դա կլինի մենք, կլինեն իր խաղալիքները, կլինի մանկապարտեզի դաստիարակը, ցանկացած մեկին ում ինքը սիրում է, դա անում է շատ շռայլորեն ու արփին շատ արտիստիկ աղջիկ է ի դեպ, շատ ճկուն է էմոցիաները ցույց տալու առումով եւ ես դրանով եմ հիանում եւ արփին շատ հանդարտ է Համ էմոցիոնալ, համ հանդարտ։ Հա, ինքը կարողանում է իր էմոցիաների հետ շատ գեղեցիկ սենց համաչափ ալիքներով գործ ունենալ եւ ոնց դա նշանակում ենք էմոցիոնալ շատ գրագետ է։ Ոնց, ինչպես եք դրան հասել։ Երևի իր տարիքի համար ահագին։ Ես դրան շատ կարևորություն եմ տալիս ճիշտն ասած, ինձ համար ամեն ինչից առավել կարևոր է, որ արփին երջանիկ մարդ մեծանա, թե կլինի հաջողակ, ունակ, չգիտեմ, ինչերի կհասնի իր կյանքում, բայց իմ համար ամենակարևորը դա է, որ ինքն իր հետ ներդաշնակ լինի եւ երջանիկ լինի։ Դրա համար ես երևի ամենամեծ ուշադրությունը դարձնում եմ իր հոգեբանական առողջությանը, նույնիսկ երբեմն մի քիչ զիջում է ֆիզիկական առողջությունը։ Ես ինձ օրինակ շատ սնվելու առումով եւ նման այլ հարցերով մի քիչ ինձ թվում է, որ շատ բաց թողումներ եմ ունենում, բայց արփի հոգեբանական հիգիենան շատ բարձր լեվելի վրա է, չեմ վախենա դա ասել։ Շատ տարօրինակ է, Հայաստանում միշտ հակառակն է։ Ամենակարևորը ինչ կերավ, որտեղ քնեց։ Իսկ թե իրենց հույզերի հետ ինչ է կատարվում, ինչքանով են այդ երեխեք ընդհանրապես հաղորդ իրենց հույզերին, ոնց են արտահայտում, հատուկ որ ասում եք արփին կարողանում է շատ ճիշտ գործ ունենալ իր հույզերի հետ, այդ բացառիկ բան է։
որ այդ տարիքում երեխան շնակում է, որ դա գալիս է ինչ որ ձև նաև ձեզանից, որտեղ ինքը տեսնում է ուրախ ժամանակ ուրախ եք, տխուր ժամանակ տխրում եք, բարկացած ժամանակ կարող եք բարկանալ, բայց ոչ մեկին չվնասել ու այդ դրան ուշադրություն դարձնել այն է, ինչ մենք տարիներով արդեն քարոզում ենք մեր թիմով, որ սկսեք այդտեղից եւ ոչ թե ինչ կերավ կամ ինչքան քնեց, թեև դա էլ է կարեւոր, ընդհանրապես չեմ ուզում դա նվաստացնեմ, նսեմացնեմ այդ կարեւորությունը կամ արժեզրկեմ, բայց չէ որ մարդը հոգի է ու այդ հոգին փայփայել, գուրգուրել, գրագետ մեծացնել, դրանից երևի ավելի մեծ բան չգիտեմ, չկա։ Չէ լուսի այդպես իդեալականացնել իմ ծնողությունը այդ մասով, բնականաբար շատ տեղեր լինում են, որ հասկանում, որ սխալ արեցի կամ ինչ-որ մի բան ավելի լավ կարող է ասել, պարզապես ինձ համար ոնց որ առաջնահերթությունների մեջ դա է առաջին կետում։ Ու գիտեք ինչ եմ նկատել, որ երբ երեխայինով մաքուր էջա սովորեցնում ես, ծանոթացնում ես իր հույզերի հետ, թե ոնց պետքա գործ ունենալ կարիքների հետ եւ այլն, ինչքան է տարբերվում իր այդ ինֆորմացիան ընկալելն ու օգտագործելը մեզանից, երբ մենք արդեն մեծահասակ տարիքում ենք սովորում մեր հույզերի հետ գործ ունենալ, թերապիայի գնալով, հա, ամեն դեպքում մեզ համար դա ծայրաստիճան դժվար process է, իսկ արփին նայելով ես հասկանում, որ դա իրական կարող է շատ ավելի հեշտ լինել ու բնական։ Շատ սիրուն նկարագրեցիք Արփին, եթե Արփին այստեղ նստած լիներ 20 տարի հետո, դա Աստված ես կամ մեկ ուրիշ լավ ավելի լավ վարող հա կամ հաղորդավար իրեն կանչեր, Արփին ինչ կպատմեր Մայր Արուսի մասին։ Մի հատ պատկերացնենք, ասենք այն վաղ մանկության թե Արփին շատ փոքր է դեռ 3 տարեկան, բայց ես հավատում եմ դրան եւ ոչ միայն ես գիտություն, հոգեբանություն գիտությունը, որ շատ վաղ մանկության շրջանում է, որ կյանքի սցենարները գծվում են ու հետո մենք դրա տակից դուրս են գալիս, այսպես ասած, այսինքն այդ սցենարով էլ ապրում ենք ու փնտրում ենք այդ սցենարին համապատասխան մարդիկ մեր շուրջ, աշխատանք, չգիտեմ, կյանքի ոչ եւ այլն, այլ Արփին պատկերացրեք 23 տարեկան սիրուն օրիորդիկ նստած է իմ առջև եւ պատմում է իր մոր մասին։ Շատ վախենալու հարց է։ Չէ։ Ճիշտն ասած ես երբեմն Արփին հարցնում եմ, ինչպիսին է լինում մամաները, ըստ քեզ որպեսի հասկանամ իր աչքերում ես ինչպիսին եմ կամ ինչ է կուզեր ինքը որ փոխվեր։ Ու ինքը մեկ-մեկ այնպիսի պատասխաններ է տալիս, որ ես ապշում եմ, որտեղ այս վերջերս հենց հարցեցի, ասեցի Արփի մամաները ինչ պիտի անեն։ Ինքը խաղում էր տիկնիկի հետ, ինքը մամաներ եւ այլն։ Ասում մամաները պիտի բարկանան։ Ասում Արփի, բայց ես քո վրա չեմ բարկանում ու իսկապես ես իր վրա չեմ բարկանում, նույնիսկ եթե ինքը ինչ-որ բան թափում է, կոտրում է եւ այլն, ինչ, բայց ես ջղային մամա չեմ։ Հետաքրքիր է, որ իր մեջ այդ պատկերացումը կա, ես չգիտեմ դա որտեղից է եկել եւ 23 տարեկան Արփին արդյոք դեռ համաձայն կլինի։ Եվ մյուս կողմից մենք հաճախ խաղում ենք մամա բալիկ, երբ տեղերով փոխվում ենք, ու ինքը ինձ հետ խոսում է շատ ջերմ, որպես մամա։ Օրինակ այսօր ասեց. «Իմ սիրուն բալիկ, իմ պուպուշիկ բալիկ, ինձ կգաս ինձ մոտ»։ Ու ես այնքան ուրախ եմ տեսնել, որ ինքը այդ դերը վերցնում է ջերմությամբ, բայց նաև կարծում եմ, որ 23 տարեկան Արփին ինձ իմ մայրությունը նկարագրելիս կասի նաև, որ ես շատ քիչ եմ եղել, որովհետև իմ աշխատանքի բերումով ես բավականին քիչ եմ իր հետ։ Քիչ համեմատ նրա, ինչքան որ ես կուզեի։ Դե բնականաբար ես չեմ աշխատում այդ 9-ից 6 գրաֆիկով, մենք առավոտները հիմնականում իրար հետ ենք, երեկոները իրար հետ ենք, բայց ինձ միշտ պակասում է քչություն անում այդ ժամանակը եւ ես իրան շատ եմ կարոտում ու ենթադրում եմ, որ դա փոխադարձ է։ Բայց նաև վստահ եմ, որ այն ժամանակը, որ մենք իրար հետ օգտագործում ենք, իրեն անսահման շատ սեր ու կապվածություն է տալիս, քանի որ երբ Արփին նոր էր ծնվել, ես շատ վախեր ունեի, որ իմ աշխատանքով պայմանավորված, իսկ ես ինչ-որ մի պահի հասկացա, որ ես բացառվում եմ, որ չաշխատող մամա լինեմ։ Ես վախենում էի, որ իր կապվածությունը ուրիշների հետ ավելի շատ կլինի ու մի տեսակ խանդով էի նայում, բայց հիմա տեսնում եմ, թե ինչքան սխալ էի եւ Արփին
կարող է մի քիչ վատ է հնչում, բայց մամայի չաթ ոչ մեկին երբեք չի գերադասում եւ մեր կապվածությունը չափազանց ամուր է ու նաեւ մի քիչ ինքնագովեստ է ստացվում այս ոդկասթը ինչ որ, բայց իսկապես ես վստահ եմ, որ Արփին մամային միշտ կարող է վստահել անկախ տարիքից։ Չգիտեմ դեռահասության շրջանը ինչեր է սպասում, ինչեր է բերելու իր հետ, բայց հուսով եմ, որ կարողանանք մեր ամուր կապվածությունը պահել դեռ տարիներ շարունակ ու ինքը միշտ կիմանա, որ ցանկացած բան կարելի է վստահել ինձ։ Լսել եք Spin Ideas Agency մասին, որտեղ ես նկարում եմ նաև իմ ոդքասթերը այսուհետ, բայց գուցե չգիտեք, որ կա Spin Academy կամ Spin Academia, այնտեղ պրոֆեսիոնալները ձեզ կփոխանցեն այն գիտելիքներ, որ իրենք ունեն, մասնավորապես graphic design, game developing եւ հիմա նաև ունեն հետաքրքիր նոր լրիվ մի բան, կոչվում է YouTube marketing, այսինքն ինչպես դուք ստեղծեք YouTube-ում նոր content կամ ինչպես զարգացնեք ձեր content-ը, իսկ ինչ ավելի հետաքրքիր է, ինչպես դառնաք այդ մասնագետը եւ զարգացնեք ուրիշների content-ը որպես հիմնական աշխատանք։ Նկարագրության բաժնում կտեսնեք հղում, կարող եք անցնել եւ բոլոր մանրամասները կարդալ, հայտը թողնել, դասընթացը շուտով սկսում է։ Շատ կարևոր բան ասեցի Կարոս, որովհետև եթե մենք կարողանանք որպես ծնող հասնել նրան, որ ամեն տարիքում եւ ամեն իրավիճակում երեխան կարողանա գալ ու մեզ հետ խոսել, կիսվել, ասել, դրանից ավելի ապահով բան, որ մենք միշտ իրեն կհասնենք, կօգնենք եւ անտեղյակ չենք լինի, ինչ է կատարում, չկա։ Դրա համար եթե 23 տարեկան Արփին գասի, որ ես գիտեմ ու ամբողջ կյանք էլ եւ այն խենթ դեռահասության տարիքում եւ փոքր եւ հիմա, երբ ես ուրախ եմ, երբ ես նեղության մեջ եմ, երբ ես սխալ եմ գործել, ես կարող եմ գնալ մամային ասել կամ պապային ասել, երևի դա ես որ ուշքու միտքս դա է, որ երբևէ դա չկորցնեմ կամ շատ հուսով եմ, որ հասել եմ, չգիտեմ, մի մոնք մեծ են ինչքան գաղտնիք ունեն ինձանից, դա էլ է նորմալ, պիտի ունենան, չեմ էլ ուզում, որ ամեն պատմեմ, բայց այդ երբ դու սխալ ես գործել ու փոխանակ թաքցնես, կոծկես, իսկ դա լինելու է գաս ասես, որ մի խոսքով սենց հիմարություն եմ արել կամ սենց խնդրի մեջ եմ, ինձ թվում է դրանից կարևոր բան չկա։ Ինձ համար վախենալու է ապական հնչում ձեր շուրթերից։ Այդ միտքը եկավ այնտեղից, որ ասում էիք, որ կխոսի, ամեն դեպքում կխոսի։ Փաստորեն դուք եք վստահ, որ կխոսի ու չկա այդ մտավախությունը։ Դրա համար կարծում եմ, որ վախենալու չի։ Ուղղակի լինել են ապահով միջավայրը, որտեղ ապահով է ասել։ Սխալ է ասել, թերությունը ասել։ Ու եթե դուք չեք բարկանում, ոնց ասեցիք, ուտում էի մի քիչ դրա այդ մասով էլի դեպ խորանալ, հարցերից ես մեկը որ ուզում էի տալ, արդյոք պատժում եք Արփին, հիմա արդեն հասկանում որ անիմաստ է դա, որտեղ եթե անգամ չեք էլ բարկանում, հավանաբար չեք էլ պատժում կամ այլ ոչ բարկությամբ ամեն դեպս, բայց այդ ինչ որ մտադրված որոշում եք չպատժել, չբարկանալ, թե կարիքը չկա, թե գտնում եք որ դա ճիշտ չի։ Ճիշտն ասած, ծնողության մասին մի քանի սիրելի գրքեր ունեմ, որոնցից ամենասիրելիներից մեկը հայերեն կթարգմանվի այսպես, ես կուզեի, որ իմ ծնողները այս մասին իմանային։ Այդ գրքում մի շատ սիրելի միտք ունեմ, որ կարելի է ընտրել լինել իշխող ծնող, պատժելով ինչ որ հարցեր լուծել, կարելի է լինել ամենաթող ծնող եւ կարելի է լինել համագործակցող ծնող։ Ես փորձում եմ համագործակցել Արփիի հետ եւ այն քրիտիկական պահերին, երբ իսկապես արդեն թվում է, որ անելանելի իրավիճակ է եւ ինքը հատկապես այդ 3 տարեկանի կապրիզները ինձ թվում է երևի մեր մոտ անցավ, մի քիչ շուտ սկսվեց ու մի քիչ շուտ վերջացավ, բերում են իրավիճակներ, երբ իրոք սարսափելի է, ուղղակի չգիտես ուր բախնես։ Բայց երբ այդ իրավիճակներում փորձում եմ մտնել Արփիի կաշվի մեջ ու տեսնել ինչ է ինքը զգում, ինչ ծանր դրության մեջ է եւ իսկապես երբեմն ծնողները չեն հավատում, որ իրենց երեխան այդ հիմար պատճառով կարող է այդքան տանջվել կամ այդքան շատ ուզել այդ չգիտեմ, արդեն լուծված աղը ջրից հանել, այդ մեր մոտ թեմա է եղել, բայց երբ որ փորձում իր էմոցիաներին շատ լուրջ վերաբերվել եւ իր կաշվի մեջ մտնել, արդեն բարկանալու կարիք չի լինում։ Այսինքն այդ ապրումակցման process-ը ինձ շատ օգնում է իր հետ համագործակցել, տեսնել թե ինքը ինչ ծանր է տանում, ինչ որ եղել է, ինչքան էլ որ թվա ինձ համար հիմարություն այդ փոքր
թեման, եւ երբ տեսնում եմ իր էմոցիաները, ինձ համար հեշտ է դրանց հետ ավելի գործ ունենալ, առաջարկել այլ ընտրանքներ կամ չգիտեմ, ուղղակի մնալ իր հետ ու տխրել եղածի համար, ու իհարկե լինում են իրավիճակներ, երբ այլ ընտրանք չկա ու պետքա, չգիտեմ, Արփին մի շրջան դժվարությամբ էր մեքենա նստում ու մենք երբեմն ուղղակի դրսում էինք ժամեր անցկացնում։ Ինձ իդեպ տենց դժվար ընտրություններ կայացնելուց միշտ Լուսինեն է օգնում, հոգեբան Աղաբաբյան, ձեր գործընկերն է, ինչքան գիտեմ։ Հաճախ օգտվում եմ իր խորհուրդներից, տարին մի քանի անգամ գնում եմ տենց հարցերը քննարկելու, ու մենք Լուսինեի հետ եկանք այդ եզրահանգման, որ պետք է ուղղակի նման իրավիճակներում հիշել, որ մեծը ես եմ ու այդ որոշումը կայացնել։ Օրինակ, Արփի, մենք հիմա գնում ենք վերջ։ Այդ սահմանները դնել։ Այդ եղել է ինձ համար ամենադժվար բանը, բայց ինձ թվում է այդ չբարկանալու, չպատժելու մասին եթե վերադառնամ, այդ իրավիճակում, որ ենթադրենք ես իրեն պետք է ուղղակի գրկեմ ու լացելով նստացնեմ այդ քարսիթը կոչկեմ այդ process-ը, թվում է, որ ես աշխարհի ամենավատ մարդն եմ, թե ինչքան ծանր է ինքը դատամ եւ երևի ծնողները կհասկանան, թե ինչքան դժվար է այդ էմոցիաների, այդ մեղքի զգացման հետ անել այն ինչ որ դու պետք է անես, բայց ես փորձում եմ այդ իրավիճակում մեկը իր հետ լինեմ սիրով, մեկը իրան չմեղադրեմ իր էմոցիաների համար ու ինչքան էլ խիստ եմ այդ սահմանները դնում, ամեն դեպքում դրան չեմ ավելացնում մեղադրանքներ, վիրավորանքներ, իմ հույզերը, ձեր զայրույթը։ Ինձ թվում է ամենադժվարը դա է, դնել խիստ սահմաններ ու միաժամանակ իրան չավելացնել էմոցիոնալ պորտկում, ինչքան էլ որ մենք ուզում ենք ապրել։ Ու հա եղել են դեպքեր, որ ամեն դեպքում չեմ կարողացել այդպես անել, ասել են, որ ես շատ ջղայնացած եմ, որ ոնց կարելի է եւ այլն, շատ վատ քեզ պահեցիր եւ այլն, բայց կարծում եմ, որ մեծամասամբ այդպես չի լինում եւ դա ինձ օգնում է։ Մի քանի շատ կարևոր մտքեր ասեցիք, որից մեկից հարց կառաջանա հիմա իրականում համագործակցել երեխայի հետ, դա այն է, ինչ մենք Լուսինեն Աղաբեկյան, բոլոր մեր ծնողավարության մասնագետները եւ մեր կենտրոնի եւ այլ քարոզում ենք։ Մենք ծնողներս հաճախ մոռանում ենք, որ երեխան էլ է անհատ, ունի իր ցանկությունները, կներեք ինչքան իրենք անհեթեթ են, իր հույզերը, որոնք կան եւ ուզում ենք դա ընդունենք, սիրենք, չսիրենք, իրենք կան ու հենց հիմա են ու հենց այնտեղ։ Ու այդ համագործակցելու հմտությունը շատ պակասում է ծնողների, որտեղ մենք անընդհատ հիշում ենք սահմաններ դնելու հմտությունը, որը նույնքան կարևոր հմտություն է, անխոս մենք հենց այն մարդն ենք այդ փոքրիկ էակների կյանքում, ովքեր պիտի գծենք այդ սահմանները, հետևենք կանոններին, թելադրենք այդ կանոնները, չպարտադրենք, գոնե բացատրենք այդ կանոնները, բայց հա առանց սահմանների ու կանոնների ամենաթող ծնողության տարբերակը միանշանակ լավագույնը չի, այո, բռնարար ծնողի չափ վատը գուցե չի, բայց նաև լավը չի, կոնստրուկտիվ չի։ Մենք հաճախ մոռանում ենք այդ համագործակցության մասը։ Ու երբ որ միշտ ասում են, պատկերացրեք, որ ձեր դիմաց փոքր մարմնի մեջ, բայց մի հատ մեծ մարդ է, ինչ կասեիք։ Լրիվ ուրիշ բան կասեիք ախր այդ պահին։ Ինչու սա ասեցիք։ Ինչա թե փոքր է կամ ինչա թե անկարող է ու ձեզ չի կարող նույնիսկ հետ sense մի հատ վերադարձնել, հա։ Բայց խոսեցիք էմպաթիայից։ Հիմա մեզ լսում են շատ մայրեր կամ ապագա մայրեր։ Ինչ է էմպաթիան երեխայի հանդեպ։ Ոնց եք դուք դա ցույց տալիս։ Ինձ թվում է էմպաթիան այդ ապրումակցելու կարողությունը կախված չի նրանից, թե դու ում հանդեպ ես դա ապրում։ Ուղղակի ինչ որ մի պահի, եթե դու չես սովորել վաղ տարիքից կամ քո ընտանիքում դա չի եղել, ինչ որ մի պահի պիտի այդ ապրումակցելու ունակությունը դու ձեռք բերես ցանկացածի նկատմամբ, եւ երբ կարողանում ես ապրումակցել ընկերոջը, ծնողիդ, չգիտեմ, բարեկամիդ, հարևանիդ եւ այլն, այդ ունակությունը արդեն ավտոմատ նաեւ քո երեխայի հանդեպ ես ունենում։ Երևի մեր հասարակության, առողջ հասարակության ամենաառաջին գրավականն է իմ կարծիքով, քանի որ ցանկացած կոնֆլիկտներում, վեճերում, ատելության մեջ այսօր համացանցում այնքան շատ է ապրում այդ ատելությունը, որ իմ կարծիքով դրա պատճառն է ապրումակցել չկարողանալը։ Այնքան շատ է ապրումակցման կարիքը առողջ
հասարակություն ունենալու համար։ Եվ կարծում որ հենց ծնող դառնալու առաջին ամենակարևոր գործիքներից մեկն է դա կարողանալը, որովհետև դու նաև երեխայիդ ես սովորեցնում քեզ ապրումակցել։ Մենք օրինակ ենք 24/7 իրենց համար, այո։ Ու հետո ոնց որ երևի քեզ էլ կվերադառնա ինչ որ մի օր։ Այ պատկերացրեք, ուզում է հանել աղը ջրից հետ ոնց լցրել էր։ Ինչ եք ասում այդ բան, երբ որ դա ուղղակի հնարավոր չի։ Ոչ թե համոզել, այլ ապրումակցման այդ ձևը որն է, կամ որ ասացինք, որ սուտ եթե զգում եմ ոչ մի ճարել չկա, ուղղակի իր կողքն եմ, տեղ եմ տալիս իր հույզերին։ Մի հատ այդ սիտուացիան բացատրեք առավելևս, որ աչքից դա իրական մի բան է եղել, չէ՞, վերջերս։ Մենք արփիա շատ ենք սիրում խոհանոցում ժամանակ անցկացնել, ես ուտեստ պատրաստելուց միշտ իր հետ եմ անում, որովհետև նախ հնարավորություն է իր հետ մի քիչ շատ ժամանակ անցկացնելու եւ հետո ինքը այդ ամեն ինչը շատ է սիրում, իհարկե ապահովության սահմաններում ու մի անգամ աղը ինքը աղով խաղում էր, ինչ որ լցնում էր ջրի մեջ եւ այլն, ու ոնց եղավ ամբողջ ամանը ինքը շուրտվեց ջրի մեջ ու աղը վերջացավ ու լուծվեց ու էլ ինքը ուզում էր հանել, չստացվեց ու ինքը շատ ծանր էր դա տարել ու լացում էր, ասում մամա, ես ուզում եմ աղը հետ գա։ Տենց իրավիճակներ շատ են լինում ու պետքա երեխան ոնց որ տեսնի նախ հետևանքը իր գործողության եւ հետո երբ ոչինչ փոխել չես կարող, իսկապես պետքա դա իրեն ճիշտ կոմունիկացնել։ Ասեցի Արփի ջան, գիտես, աղը ջրի մեջ լուծվում է, քայքայվում է ու դառնում է տենց էլ չի լինում։ Ու ցավոք մենք իրան էլ չենք կարող հետ բերել ու ինքը դե լացում էր։ Փորձում նախ այդ լոգիկայով իրան բացատրել, որ ինքը տեսնի, որ պատճառը հետևանքային կապ կա էլի այդտեղ։ Ու հետո ասում որ ես հասկանում եմ, որ դու հիմա շատ տխուր ես ու իր սիրած հարցն է, ինքը սկսել է մեզ այդ հարցը հետ ասել, ասում ինչի կարիք ունես հիմա ու ինքը միշտ ինչ որ տարբերակներ ունենում է, ասում մամա ուզում գրկես, մենք գրկվում ենք, լացում ենք աղի չլինելու համար։ Շատ հուզականորեն գրել։ Պապիկին ասեց, պապիկ դու ինչի կարիք ունես։ Դե բնականաբար տատիկներն ու պապիկները մի քիչ այլ մտածելակերպ են ու իրենց համար այդ հարցը անծանոթ էր ահագին, բայց շատ օգնում է այդ հարցը եւ մեզ նայող ծնողներին էլ տենց թեթև լայֆհակ, որ երբ երեխան լացում է, իմ ամենաչսիրած բանն է, որ միշտ կողքից փորձում են երեխային շեղել ինչ որ բաներով, կարելի է թույլ տալ երեխային ուղղակի ապրել այդ էմոցիաները եւ հասկանալ, թե ինչով կարող ես օգնել։ Okay, աղը հետ չեն կարող բերել կամ չգիտեմ Պապան գնաց գործի չի կարող հետ գալ, ոնց կարող ենք ավելի թեթևացնենք իրավիճակը եւ լավագույնը ով կարող է դա հասկանալ, հենց երեխան է այդ էմոցիան ունեցողը եւ մենք մի շատ լավ գիրք ենք քննելուց առաջ կարդում հույզերի մասին, ճիշտ է մի քիչ խրթին հայերենով է գրված ու 3 տարեկան երեխայի համար ես ոնց որ թարգմանելով եմ պատմում, բայց շատ օգնում է այդ կապրիզներին, շատ օգնում է այն իրավիճակներում, երբ ինքը չի հասկանում ինչա կատարվում իր հետ ու ես փորձում դա մի քիչ հեքիաթի պես, որ քո տխրությունը եկավ, արի լսենք ինքը ինչա քեզ ասում, ոնց անենք, որ ինքը մի քիչ հանգստանա եւ այլն։ Ու չասեմ 100% դեպքերում, բայց ծայրաստիճան մեծամասնության սխալ հնչեց, ծայրահեղ մեծամասնություն Խոսքով օգնում է, ասել եմ ժառում։ Դեպքերի մեծամասնությունում այո, շատ օգնում է այդ ամեն ինչը ինչ որ խաղային ձևերով իրան բացատրել ու ինքը այնքան հեշտ լեզու է գտնում ամեն ինչի հետ։ Շատ հետաքրքիր լավ բաներ եք ասում իրականում, այ ինչի կարիք դու հիմա ունես։ Այդտեղ երեխան սովորում է ինքն իրան լսել։ Ոնց նախ ինձ ընդհանրապես հարցնում են ինչի կարիք ունեմ, վա ուրեմն ես կարևոր եմ, իմ հույզերը կարևոր են, իմ կարիքները կարևոր են։ Երկրորդ սկսում է իրոք ինքն իրան լսել, օրինակ այդ հարի ինձ գրքին դրանից այդ ավելի լավ պատասխան ցակը չէր կարող տալ ուղղակի, այնպես որ
շատ հաճելի է այն ինչ դուք հիմա ասում եք, այն ինչ լսում եք, ել չասեմ հեքիաթները ինչու են կոչվում թերապևտիկ, չէ՞, շատ հաճախ այդ տարիքի երեխաների մոտ, որտեվ հեքիաթի մեջ պրոյեկտվում է իր իրականությունը, ինքը կարողանում է հերոսների հետ խաղալ կամ տեսնել հերոսն ինչ արեց, որպեսզի ինքն էլ նույնը անի, այդ իրավիճակից դուրս գա, շատ կարևոր բաներ ասեցիք մի խոսքով։ Իդեպ մուլտֆիլմ էլ կա, վստահ եմ կիմանաք, Inside Out, հայերեն չգիտեմ ոնց է։ Չգիտեմ, բայց այսօր չես գնում էր շատ լավ մուլտ է իդեպ։ Շատ լավ հույզերին հոգեբանների կողմից շատ խորհուրդ տրվող մուլտ է։ Հա։ Ու իդեպ նաև մեծահասակների համար էլ ինձ էլ է շատ օգնում, հատկապես տագնապների դեպքում այդ տագնապի հերոսը ինքան տիպիկ նկարագրված է ու իսկապես բոլորին խորհուրդ կտամ, հատկապես մամաներին ու պապաներին։ Իհարկե։ Իլուր հոգեբանների ասեմ, որտեղ գիտեմ, որ շատերն են լսում, կա այդ հերոսների կերպարները, այսպես փոքրիկ ոչ շատ մեծ, ու այդ երեխաներին հուզական գրագիտություն սովորացնելու ջանքերում շատ օգնում են, թե կաբինետում մեր հոգեբանների, ամենից բրելոկներն էլ են այդ հերոսներով մեր հոգեբանների, չգիտեմ, դա սենյակում են դրանք դրված շարված, որտեղ երեխեքի հետ իրենք դա ամբողջ անում են, որ երեխաներին ծանոթ է լինում մուլտը, շատ հեշտ է լինում այդ հերոսների միջոցով դուրս բերել այս շաբաթը ոնց անցավ, այս պահին ինչ ես զգում եւ այլն, մի խոսքով շատ լավ մուլտ է, իսկապես շատ խորհուրդ ենք տալիս ու միշտ գործածում են մասնագետները այդ ֆիլմը երեխաների հույզերի հետ իրենք որ իրենց ծանոթացնենք իրենց իսկ հույզերի հետ, այդ մուլտը երևի լավագույն լուծումն է։ 10-ից 10 ոնց որ ասում են հիմա։ Ինչ բերեց Արփին, Արուս, ձեր կյանք, որ չկար մինչև այդ դուք դրա մասին չգիտեիք։ Ոյ, շատ բան, շատ։ Ես տոտալ ուրիշ մարդ եմ հիմա, քան մինչև Արփին ունենալը եւ գիտեք նաեւ հղիության ընթացքում Արփի միայն գոյության փաստը ինձ շատ է փոխել։ Ես ինձ շատ կարեւոր եմ զգում հիմա, շատ ավելի քան մինչև ծնող լինելը, որովհետեւ ես գիտեմ, որ իմ լավ լինելը շատ կարևոր է մի մարդու համար, ով նոր է սկսում իր կյանքը։ Եվ ինչքան էլ ծնողական մեղքի զգացումներ են ավելանում, որ դու դրա շնորհիվ քեզ դրա պատճառով ավելի քիչ բան ես քեզ սկսում թույլ տալ, միևնույն ժամանակ անսահման կարևոր մարդ ես դու եւ դու պետքա առողջ լինես, դու պետքա երջանիկ լինես, դու պետքա օրինակ լինես եւ ինքնախնամքի տեսանկյունից հրաշալի լայֆհակը երախա ունենալը։ Արփին ինձ բերեց հնարավորություն աշխարհը նորից ճանաչելու շատ բարձ բաներ, որոնք ես երբեք հարցականի տակ չեմ դրել, Արփին դնում է, քանի որ նոր է ճանաչում եւ իր տված հարցերի միջոցով ես սկսում եմ վերանայել իմ հայացքը շատ բաների հանդեպ։ Ամենակենցաղային բարձ բաներից մինչև ամենալուրջ էքզիստենցիալ հարցեր։ Արփին շատ կարևոր բան բերեց ինձ որպես կին, որպես ընտանիքի կին։ Կարծում եմ նաև իմ ու ամուսնուս հարաբերությունների մեջ մեզ նոր դերեր տվեց եւ հնարավորություն տվեց մեզ իրար նորովի բացահայտելու ու դա հարստացնում է հարաբերությունները, կարծում եմ։ Եվ Արփին ինձ համար նաև շատ հետաքրքիր ուսուցիչ է ապրելու, որովհետև այն թե ինչպես է ինքը կարողանում պահի մեջ լինել, վայելել ամենապարզ բաները, զգալ ինչի կարիք ունի, ինչա ուզում եւ իր ցանկությունները այդքան առաջ տանելու։ Այդ ամեն ինչը ինձ համար այնքան լավ օրինակ են, որ Արփին կարողանում է անել, իսկ ես շատ բաները չեմ կարողանում։ Ինձ համար այնքան դժվար է դանդաղել եւ ես Արփի հետ ամեն անգամ ստիպված եմ դա սովորել։ Իսկ այսօր գիտեք ինչքան արագ է ժամանակը թռնում, ինչքան մենք շտապում ենք, պետք է մի օրվա մեջ միլիոն բան հասցնենք։ Մեջ մնալու ու չենք էլ գիտակցում կամ չենք էլ արժևորում կամ էլի զոհում ենք այդ պահի հարմարությունը, գեղեցկությունը, հաճույք ամեն ինչ։ Ու իրոք երեխաների հետ ինչքան իմաստուն ու պարզ էլ եմ, որ ապշում ես ուղակի ինչքան իրանցից սովորելու բան կա երբեմն։ Շատ շնորհակալ եմ Արփին դրա համար, մի օր ինչը կիմանա, որ շատ օգնել է ինձ։ Շատ հուզիչ էր այս ամեն ինչը իսկապես լսել, որովհետև էլի նախորդ հյուրի հետ էլ էինք խոսում, որ
Հիմա երիտասարդները շատ հակված չեն ընտանիք կազմել, երեխաներ ունենալու, այս ձեր կտորը եթե կտրենք շորթ տնենք, ինձ թվում է դա ամենալավ բանն էր, համոզելն էր, որ չէ որ այդ երեխա ունենալը մենակ այդ երեխայի համար չի վերջին հաշվով, բան մենք ինչքան ենք Արեստանում փոխվում, այդ արժեքների վերաիմաստավորելը իրոք ինքը կարող է միայն այն դեպքում, երբ դու ինչ-որ մեկի համար անչափ կարևոր մարդ ես։ Հա, հստակ։ Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ միայն երեխա ունենալու համար երեխա ունենալն էլ այդքան ոնց ասեմ, այդ էֆեկտը չի ունենա, որովհետև երբ դու ամեն դեպքում երբեք չես կարող պատրաստ լինել ծնող լինելու, բայց երբ գիտես, որ այդ քո որոշումն է, քո ընտրությունն է, դու եկել ես դրան, դու պատրաստ ես, դու պետքա զոհաբերես քո ժամանակից, քո ընտրություններից եւ այլնից, շատ ուրիշ ձևի ես տեսնում աշխարհի ծնողությունը ու շատ ավելի հեշտ է վայելել։ Երբ որ սպասում ես, Արփին սպասված էր կյանքում, այն պահին, որ ինքը եկավ։ Հա։ Արփին գիտակցված, սպասված որոշում էր։ Ես տեսակով ճիշտն ասած մի քիչ շատ տագնապային եմ անորոշ որոշումներ կայացնելու համար, դրա համար այդպիսի տենց մեծ որոշումները շատ երկար ժամանակ ինձնից պահանջում եմ, որ այդ որոշումը կայացնեմ ամեն դեպքում, այնպես որ Արփին 100% որոշված, սպասված, այո, որ խոսեցինք դրանից։ Հեշտ էր հղի լինելը, այդ տանելը քո մարմնում ուրիշ կյանք ստեղծելը եւ դրանից էլ գանք հեշտ է արդյոք մայր լինելը։ Անսահման դժվար է։ Եվ հղի լինելը հատկապես սկզբնական շրջանում, ես իմ փորձից ասեմ, եւ անսահման դժվար է մամա լինելը։ Ու միևնույն ժամանակ անսահման հաճելի։ Ես չգիտեմ ինչքան շատ պարադոքսների մասին է ընդհանրապես մայր լինելը, քանի որ ինչքան դու տալիս ես էներգիա, այդքան դու հետ ես ստանում։ Եվ սուտ կլինի ասել, որ մամայությունը շատ հեշտ է, բայց թե ինչքան հաճելի է դա էլ չեն կարող չասել։ Ես շատ հաճախ իմ էջերում խոսել եմ հղիության դժվարություններից, խոսել եմ մամայության դժվարություններից ու ի զարմանս ինձ հետ եմ ստացել շատ զայրացած պատասխաններ, շատ ատելություն, քանի որ իսկապես մարդիկ այնքան վայելում են իրանց ծնողությունը եւ ասել, որ այո, մամա դառնալը դժվար է, չի ժխտում եմ փաստը, որ դա շատ հաճելի է։ Պարզապես շատ է խոսվում հաճույքի մասին, շատ է խոսում սիրո մասին։ Հա, դրա համար ես կարծում եմ, որ նաև պետք է հակառակի մասին էլ խոսել, հենց նրա համար, որ երեխա ունենալու որոշումը լինի գիտակցված ընտրություն, որպեսզի դու իմանաս, որ որոշ ժամանակ դու պետքա ինչ որ բաներից ավելի հետ մնաս, դու պետքա ֆինանսապես պատրաստ լինես դրան, դու պետքա հոգեպես պատրաստ լինես, ինչու ոչ ֆիզիկապես պետքա պատրաստ լինես եւ ես շատ ուրախ եմ, որ հիմա երիտասարդները շատ ավելի գիտակցված են գնում դրան, իմանալով, որ օրինակ իրենք պետքա ծննդաբերությունից հետո հորմոններով պայմանավորված շատ դժվար հոգեբանական վիճակում հայտնվեն։ Երբ որ դու դա գիտես, երբ գիտես, որ քո նման շատ մարդիկ անցնելու են դրա միջով, շատ ավելի հեշտ է այդ փուլը անցնել։ Չէ՞ որ եթե մենք անընդհատ խոսենք նրանից, որ ծնողությունը հատկապես մայրությունը անշուշտ, որտեղ մենք ենք պահում 9 ամիս, զարգացնում, ծննդաբերում, այդ ամբողջ process-ով միևնույնն է հայրը չի անցնում, մայրն է անցնում, դրա համար եմ ասում մայրություն, վախացնող չի այն, որ դա դժվար է, ու որ մենք անդադ դրանից խոսենք, դա էլ ավելի չի հետ պահի ժողովրդին, երիտասարդ ժողովրդին որոշելուց կամ այդ գիտակցվածությունը չէ որ դա չափել հնարավոր չի։ Հիմա ես մտածում եմ մեկը մեզ լսի կասի, բա ես երբ հասկանամ, որ ես պատրաստ եմ, օրինակ ամուսնացել եմ, դեռ չեմ պլանավորում, ուզում եմ կյանքս վայելեմ ամուսնուս հետ, ինչը նորմալ է, բնական է, շատ լավ է, բայց երբ ես կհասկանամ, որ ես պատրաստ եմ ու կասեմ, այս է իմ գիտակցված որոշումն է։ Իհարկե շատ դժվար է ինձ համար այդպես բոլորի անունից ասել, ես իմ օրինակով կարող եմ ասել, նախ հասկանալու մասով, ինձ թվում է, որ ուղղակի երբ դու զգում ես, որ դու ուզում ես երեխա ունենալ, երբ քո մեջ կա ինչ որ մեկին շատ սիրելու պահանջ, երբ դու
երբ ուղղակի քո մտքում արդեն կա այդ գաղափարը, որ դու պետք է երեխա ունենաս։ Այնքան դժվար է նկարագրել դա։ Ուղղակի երբ գալիս է այդ պահը, դու այդ ցանկությունը ունենում ես, ինձ թվում է։ Ինչ վերաբերում է այդ հարցին, ես դրան ավելի որպես լրագրող պատասխանեմ, որովհետև ոնց որ ինֆորմացիայի տարածման տեսանկյունից ինձ թվում է շատ կարևոր է տեսնել, թե կոնկրետ մեր հասարակությունում որ ինֆորմացիան է գերակշռող եւ փորձել այս հարցի մասով բալանսի բերել։ Ինձ թվում է մեր հասարակությունում շատ գերակշռող է այն, որ մարդիկ երեխա են ունենում, որովհետեւ ամուսնացան, որովհետեւ պետք է եւ նաեւ գերակշռող են մի քիչ արհեստական երջանիկ մամայությունները, մի քիչ արհեստական երջանիկ ընտանեկան պատկերները, որոնք վստահաբար լինում են բոլոր ընտանիքներում, մեծամասնության մոտ, բայց նաև լինում է հակառակը։ Իմ կարծիքով հենց բալանսի պետք է բերել նաև դժվար կողմներ ցույց տալով, որովհետև օրինակ Instagram-ում մենք տեսնում ենք շատ հեշտ մամայություն ունեցող կանանց եւ վստահաբար նրանց մեծամասնության համար դա շատ հեշտ է, որովհետեւ օրինակ ֆինանսական պայմանները դա թույլ են տալիս ու ինչքան էլ ուզենք ռոմանտիզացնել հատկապես սկզբնական տարիների մամայությունը, այդտեղ կա չոր կենցաղային լուծվելու հարցեր։ Երեխային պետքա պատրաստել ուտելիք, երեխայի խնամքով պետքա զբաղվել, տան մաքրությունը պետքա լինի փոքր երեխային։ Այո, եւ ես ուզում եմ, որ մարդիկ մի քիչ այդ պատկերացնեն, որ ես կունենամ երեխա եւ մենք իրար հետ սիրուն կալյասկայով կգնանք այգում, այո, իրար նման շորիկներ կհագնենք։ Նույնը եղավ, երբ որ ես ծննդատնից դուրս էի գրվում եւ մի հատ զարմանքի ալիք էր իմ Instagram-ում, որ ես այդ դուրս գրման օրը ես ուղղակի ի վիճակի չէի ընդհանրապես դուրս գրվելուց ինչ որ սրտիկներ, փուչիկներ, մեյքափով պատրաստված եւ այլն, որովհետեւ կանայք իրանց վերջին ճիքերով ուղակի սիրուն նկարներ ունենալու համար այդ օրը դուրս են գրվում այնքան սիրուն, բայց այն մարդիկ, ովքեր դեռ չեն ծննդաբերել, դեռ երեխա չեն ունեցել, պատկերացնում, որ ամեն ինչ այդպես է լինում։ Իրականությունը տենց չի։ Ուրեմն իմ հետ մի բան են չի, եթե ես չեմ ուզում, չէ՞, ուրեմն իմ կյանքում ես սխալ եմ, ուրեմն ինչու եմ մտնում բանը սիրուն չի այդքան։ Ու հետեւաբար ստիպված եմ, որպեսզի սխալ չլինեմ, վատ մամա չլինեմ, ստիպված եմ ես էլ այդ ամենի միջով անցնեմ ու սիրուն դուրս գրվեմ, բուբուշ նկարներ ունենամ։ Ես չեմ ուզում վախեցնել մարդկանց, դրա համար ուզում եմ իրոք սրտանց ասել, որ մամայությունը ոչ մի բանի հետ չհամեմատվող հաճույք է։ Եվ միևնույն ժամանակ պետք է դրան պատրաստ լինել, պետք է իմանաս, որ եթե դու կարող ես, եթե ձեր սիրած բլոգերը տանը ունի դայակ, ունի մարդ ով օգնում է կենցաղային հարցեր լուծել, տան մաքրություն եւ այլն, վստահաբար իր մամայությունը շատ ավելի հեշտ է ու պետք չի համեմատվել իր հետ, եթե դու դա չունես ու ռեալն է կյանքին ամեն դեպքում։ Deep Parenting podcast-ում շատ ենք խոսում մարդկային հոգեբանությունից, որովհետև ծնողավարության հիմքում հենց հոգեբանությունն է։ Եվ եթե մենք ուզում ենք մեծացնել առողջ երեխաների, բնականաբար ինքներս պետք է լինենք հոգեպես առողջ։ Մեր Deep Parenting-ի գործընկերն է Libra հոգեբանական աջակցության կենտրոնը, այնտեղ աշխատում են երեխաների, դեռահասների, մեծահասակների, զույգերի հետ, անում են ծնողավարական խորհրդատվություններ։ Libra-ն գտնվում է Կոմիտաս 12 հարցեում, աշխատում են առցանց եւ առկա բարձր պրոֆեսիոնալ թիմի ջանքերով։ Կարող եք դիմել, նկարագրության մեջ կդնենք Libra-ի հղումները եւ հեռախոսի համարը։ Իրականում շատ դժվար է մայրությունը, շատ դժվար է ծննդաբերությունը, բայց եթե դա լիներ այդքան դժվար, մարդկությունը մինչև հիմա այստեղ ջրել հասնի։ Ինչ որ մեր մարդիկ կդադարեին դա անել, այնպես որ ամեն անգամ չէ՞ լսում ենք, որ ասում առաջ երեխային ունենալուց հետո ասում եմ երբեք չեմ ունենա, բայց այնքան շուտ եմ մոռացել, որ ուրեմն փաստորեն դա էլ է իրոք բնության կողմից դրված, այդ ուժն ու ռեսուրսն էլ է տված, այդ ասել ձեզ, որ դու անverջ տալիս ես ու թվում է կսպառվես, մեկ էլ այնց հետ ես ստանում մի հատ ժպիտով, մի հատ գրկեմով, մի հատ պաչիկով, որ ասում ես թե եւս մի քանի գիշեր հաստատ կձգեմ ու չքնելը օքեյ է։ Երբ նայում եք հիմա արփին, կա ձեր ինքնության մեջից մի բան, որ տեսնում եք իր մեջ կամ որ կուզեք չտեսնել իր մեջ։ Ձեր եսի մի կտոր,
որը ասում եք այս ես եմ, կամ որ մտքում ասեք, որ այ այս մի բանը չեմ ուզի Արփին ունենա։ Ոյ շատ հետաքրքիր ու բարդ հարցեր։ Ուղղակի քննարկենք գուցե արանքում։ Ուզում եմ մտածեմ։ Հա, խնդրեմ։ Հաստատ Արփի աչքերի մեջ ինչ որ մի կրակ կա, որ ես ունեի փոքր տարիքում եւ հիմա շատ դժվարությամբ փորձում դա պահեմ իմ մեջ։ Ու երբ տեսնում եմ, որ Արփի մեջ այդ արկածախնդրությունը կա, այդ հետաքրքրասիրությունը կա, այդ ինձ շատ է ուրախացնում։ Իդեպ շատ բաներ տեսնում եմ, որ ամուսնուս մեջ կա ու Արփին էլ ունի ու էլի շատ ուրախանում եմ դրանից, ինչ որ որակներ, որոնք ես չունեմ։ Ինչ չէի ուզի, որ Արփին ունենար։ Այ տագնապայնությունից որ խոսեցի, ես շատ տագնապային եմ ու ինձ թվում է, որ մամաս էլ է շատ տագնապային ու ես չէի ուզի դա փոխանցել իրեն։ Դրա համար փորձում այդ դանդաղելու պահի մեջ մնալը իրենից արդեն սովորել։ Ես երբեմն չափազանց էմոցիաներին տրվող եմ, չափազանց էմոցիոնալ եմ։ Լավ թե վատ, թե երկուսն էլ։ Երկուսն էլ։ Կուզեի, որ Արփին այդքան ծայրահեղ էմոցիոնալ չլիներ, այսինքն էլի ունենար նույնքան ուժգին էմոցիաներ, բայց դրանց տրվող չլիներ, ինչպիսին որ ես եմ։ Ասելով տրվել, այսինքն ինչ անել, երբ դու տրվում ես, դու ինչ ես անում էմոցիայի հետ։ Որոշումներ չկայացնել միայն էմոցիաներով, օրինակ, ես կարող եմ շատ խելահեղ գաղափար ունենամ ու նույն պահին որոշեմ, ես պետք է հիմա այս տոմսերը գնեմ, վերջ ու կարող եմ գնեմ ու պատկերացնեմ իմ այդ trip-ը, իմ այդ ճամփորդությունը ու օրինակ ֆինանսների տնօրինման առումով դա ընդհանրապես խելամիտ չի։ Ոնց եմ ես ձեզ հասկանում։ Նույնը նաև բացասական էմոցիաներով ես կարող եմ որոշեմ, որ վերջ, ես էլ չեմ կարող ընդհանրապես ժուրնալիստ լինել, որովհետև իմ ես մի ռեպորտաժը դուրս չեկավ։ Ես չէի ուզի, որ Արփին ունենար այդքան էմոցիաներին տրվող բնավորություն եւ տագնապայնություն։ Այս պահին դրանք են մտքից գալիս, վստահ եմ, որ Արփին մեծանա, շատ ավելի նոր բացահայտումներ կանեմ, բայց դա ինձ համար sense մարտահրավեր է։ Դրանք տեսնել եւ փորձել նաեւ իմ մեջ ընդունել ինչ որ բաներ, ինչու ոչ։ Նաև վստահ եմ, որ դժվար է լինելու, բայց ես սիրում եմ խորանալ։ Պես որ կարծում եմ հետաքրքիր խորը ծնողությունը խորքից է կոչվում ոդկասթը, այնպես որ իսկապես այդ խորքերում շատ հաճախ մինչև չես դիպչում խորքին, չես խորանում հասնում, ինքը չի լուծվում այդ խնդիրը։ Պատմում եք, ես հասկացա, որ այդ տագնապային լինելը անորոշության վիճակում հատկապես շատ բնական է բոլորիս համար, միևնույն ժամանակ ձեզ համար շատ մարտահրավերային է կամ էմոցիաներին տրվելու այդ հուզական պահերին լավ կամ վատեական չի որոշումներ կայացնելը, դրանք արդյոք հենց այն մարտահրավերները չեն, որ դուք որպես մարդ պիտի հաղթահարեք կամ կուզեք հաղթահարել, պիտիով չխոսենք, կուզեք հաղթահարել, որպեսզի որևէ ձև չպրոյեկտեք Արփին։ Թե կարծում եք, որ այդ ես եմ, վերջ, այդ դրա հետ ոչինչ չեն կարող անել, միայն թե ձգտեմ չփոխանցել։ Դուք հավատում եք նրան, որ այնով մենք կանք, ինչքանով որ կանք, ինչպիսին որ կանք, միևնույն է ինչ որ ձևով լինի դա այդ հայտնի ֆլուիդներով, թե հենց ուղիղ խոսքով մենք փոխանցում ենք ի վերջո իրենց։ Ինձ թվում է իրանք վերցնում են մեզնից հայացքը, միմիկան, այնքան բաներ են վերցնում, որ ես ապշում եմ։ Մի քիչ թեմայից շեղվեմ, Արփի երբեմն այնպիսի ինտոնացիայով է հարցը տալիս, որ ես ուղղակի շատ ծիծաղալու եմ, որ ինքը հասկանում է, որ նախադասությունը հարցը կամ պետք է ինչ-որ այսպես կասմալ մի քանի օր առաջ ասում Արփի, չէ, բժիշկ ենք ասում, բժիշկուհի, ասում ասում ոնց այդպես է էլի ինքը պատկերացնում ու վստահ եմ նույնը այդ տագնապայնության մասին եթե խոսենք ինքը վստահաբար տեսնում է որ մաման այս պահին շատ տագնապի մեջ է կամ սենց է գործում եւ այլն ու իհարկե այո դա մարտահրավեր է որ ես կուզեի աշխատել իմ վրա ու աշխատում եմ երբեմն ստացվում է երբեմն չի ստացվում ինչ որ տեղեր հասկանում եմ որ այդքան հավես չունեմ կամ ուժ չունեմ ու պետք է ուղղակի հարմարվել դրա հետ երբեմն շատ ավելի խորանում եմ չգիտեմ մի քիչ կդժվարանամ այդ հարցին պատասխանել ինձ թվում է ոչ ծայրաստիճան
այո, ես պետք է աշխատեմ իմ վրա եւ այլն, ոչ էլ հակառակ ծայրահեղությունը, որ չէ, ընդունում ենք, բայց արփին չէ, փորձում եմ ոնց որ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, ինչքան որ կստացվի։ Հավատում եք, որ մենք միևնույնն է կատարյալ ծնող չենք կարող դառնալ։ Այդ միտքը ինձ ամենաօգնող միտքն է, որովհետև ամենավախենալու բանը ինձ համար արփի ծնվելուց հետո եղել է այդ։ Ես այնքան մեղքի զգացումներ եմ ունեցել։ Ահա որ բանա, չէ։ Շատ վախենալու է այդ միտքը, որ մենք իդեալական ծնող չենք լինելու, ոնց որ ասում եմ, մեկը մեր երեխաները իրենց հոգեբանների մոտ մեզնից բողոքելու են։ Բայց հենց ընդունում ես դա, ամեն շատ ավելի հեշտ է դառնում ու դու շատ ավելի քո ուզած ծնողն ես լինում, երբ ընդունում ես, որ դու քո ուզած ծնողը չես լինելու։ Ինչքան էլ որ տագնապայնությունից խոսեցինք շատ, դա իջնում է, նվազում է, որովհետև ես չունեմ այդ իդեալին ձգտելու անվերջ հատկապես առաջնեկները, խեղճ բոլոր առաջնեկները այդ իդեալական մամաների բանի տակ մնացած, հա, այդ պատկերացման տակ մնացած մամաներ ունեն, այդտեղ նվազում է անմիջապես այդ տագնապայնությունը, որ հա օքեյ է, որ այսօր պիցա պատվիրենք, ոչինչ, որ ես ճաշը էլի այսօր սուպ չփեցի, ոչինչ ապուժն էլ վաղ կտան։ Երկրորդ կարողանում է մեզ մոտեցնել, այսինքն իսկ ես ինչպեսին պիտի լինի այդ գրքի գրված ռիլերում տեսած մաման, եթե չեմ, ապա ով եմ։ Ու այդ բացահայտման, ոնց շատ սիրուն ասացիք, հա, որ հենց որ չենք ուզում լինենք այդ իդեալականը, լինում ենք ավելի իդեալական, ավելի լավը։ Ինձ ճիշտն ասած շատ օգնել է իմ հոգեբանը Եվան Ասրիբաբայան եւ այն լավագույն մտքերից լավագույն, որ միշտ ցենց դաջվել է ուղեղումս, որ ումից պետքա արփին սովորի լինել երջանիկ, եթե ոչ մեզնից, դա շատ օգնող միտք է, եւ երբ դու հասկանում ես, որ քո իդեալական ծնող չլինելով է գուցե երբեմն քո երջանկությունը, եւ դու մեկը օգուտ ես տալիս իրեն այդպիսով, այդ այնքան շատ է օգնում է թույլ տալ քեզ այդ պահին, այո, պատվիրել պիցա, բայց լինել ավելի խաղաղ, լինել իր հետ, օգնում է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, քո ցանկություններով ու երջանիկ մամա։ Ու մեկ էլ օգնում է այն միտքը, որ ինչպիսին կուզեի ես իմ մամային տեսնել օրինակ։ Եվ ես միշտ եւ վստահ եմ բոլոր մարդիկ իրանց ծնողներին ուզել են եւ ուզում են տեսնել երջանիկ, ինքնավստահ, գեղեցիկ, այդ մեյքափը, որ մենք չենք անում իրանց հետ տնից դուրս գալիս, վստահաբար երեխաները ուզում են տեսնել, որ իրանց մաման իրանց այդ պահին սիրուն հասկում, ոչ թե մտածում է, որ վայ հիմա մի քիչ տեսքս տեղը չի։ Ես ուզում եմ արփի աչքերում լինել այնպիսի մամա, որ ինքը նայի եւ իրան դուր գա։ Այս վերջես արփին ինձ ասեց. «Մամա, ես ինչի ականջող չես կախել»։ Ու ես հասկացա, որ ես իր աչքերում այդպիսին եմ, ես պետքա լինեմ ականջողերով։ Ու կատարյալ ենք իրենց աչքերում։ Ու եթե նույնիսկ ինչ որ այն ձեր պատկերացումների մաման պետքա միշտ ինքնազոհ լինի, պետքա 24/7 երեխայի կողքը նստած լինի, երբեք ոչ մի արգելված, չգիտեմ, սնունդ չմտցնի իր ռացիոնի մեջ եւ այլն։ Եթե դրա հաշվին դուք պետքա լինեք տանջված, հոգնած ու դժբախտ, այդ երեխային հաստատ երջանիկ չի դարձնելու։ Ինքը ձեզ հաստատ վերջում չի ասելու ապրես մամա ջան, որ այդ 3 կտոր բրոկոլին ինձ մի կերպ համոզեցիր տվեցիր եւ դա քեզանից տարավ 30 րոպե, ես երջանիկ եմ, ինչա թե կերա այդ 3 կտոր բրոկոլին։ Սա շատ հիմնակարային միտք է ու շատ ծնողավարությունը աշխարհում գալիս դրան, որ եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, եղիր երջանիկ։ Ոնց գնա մտածիր, ոնց ուզում ես ընկերներիդ կանչես ձեր տանը նստես թեև տունը թափված է ու թող երեխան տեսնի որ դու ընկերներիդ հետ ձեր տանը հավաքվել եք ընկերներով, հավես ֆիլմ եք դիտում, ինքը կողքից նայում ու տեսնում է վաու, ընկերները կարևոր են։ Ուզում ես որ այդ օրը, չգիտեմ, ուղղակի ոչինչ չպատրաստես, սիրուն հագնվես ու գնաս ընկերուհուդ մոտ կամ գնաս քո սիրած աշխատավայր, ինքը տեսնում որ աշխատանքը կարևոր է։ Այսինքն դարձնել երեխաներին երջանիկ բաղադրատոմս չկա։ Ու ոչ մի երեխա, ոչ մի չի կարող լինել երջանիկ, եթե ծնողը երջանիկ չի եղել կամ չի։ Հաստատ։ Առհասարակ ինձ թվում է ծնողությունը բալանսի մասին է։ Միշտ բալանս գտնելու մասին է, որովհետև
երբեմն էլ լինում է հակառակը, որ ինձ կարելի է եւ հասկանում ես, որ մի քիչ չափանցար։ Ինձ թվում է միշտ այդ ոսկե միջին թելի ուղղությամբ գնալն է։ Իհարկե, երբեք չի լինելու, որ մենք այդ ճանապարհով միշտ գնանք, բայց գոնե դրան ձգտելը ընտիր է։ Դժվար, բայց հավես։ Կամ մի բան, որ կուզենայիք ես հարցնեի, որ դրա մասին շատ խոսեիք, կամ Արփիի, կամ ձեր, բայց չհարցրեցի։ Բայց ուզում եք դա ասեք նրանց, ովքեր մեզ այսօր կլսեն։ Ինձ թվում է ես կուզեի նաև հավելել, որ ծնողությունը միշտ երկու մարդու համագործակցություն է, այսինքն երկու ծնողի գործն է։ Ես կուզեի խոսել նաև այն մասին, որ մեր իրականությունում ցավոք հիմնական ծնողական պարտականությունները միշտ հենված են մոր վրա։ Ու դա շատ բնական է, որովհետև իսկապես ինչքան էլ ներգրաված են լինում պապաները, միևնույնն է մենք մի տեսակ ուրիշ կապվածություն ունենք, ենթադրում եմ հղիությունից կերակրելուց հետո մեր կապվածությունը ֆիզիկապես է։ Եվ մենք միշտ ավելի շատ ենք զգում մեր երեխան ինչի կարիք ունի։ Բայց ցանկացած ամեն ինչ հասցնող մամայի ետևում, ոնց որ ասում են, կանգնած է նույնքան ծնող պապան։ Եվ ես նույնքան ծնող երբեք չէի, այդ երկու բառ իրար կողք դնի, բայց ինչքան դիպուկ էր նույնքան ծնող պապա։ Իսկապես այդ հարցով իմ բախտը բերել է, ինչ որ մի մասով իմ բախտը բերել է, ինչ որ մի մասով մենք աշխատել ենք կամ մտածել եմ երկար, բայց ես միշտ հակված եմ նրան, որ մենք պետքա թույլ տանք եւ սպասենք, որ պապաները նույնքան ներգրաված լինեն եւ ես այսօր այնքան պապաների եմ տեսնում, օրինակ մանկապարտեզում, ովքեր ներգրաված են մանկապարտեզում երեխային վերցնելուց շփվում են եւ այլն, բայց ավելի շատ տեսնում եմ հակառակը։ Մենք Հարութի հետ օրինակ Լուսինեի հետ խորհրդակցելիս կամ բժիշկի գնալիս եւ այլն, Արփիի կարծեմ այդ հավելել սնունդն ենք մտցնում, որ մասնակետի հետ որոշեցինք մի հատ հանդիպել ու այդ մասնակետը ասեց՝ վայ, չէր եղել սենց, որ պապան էլ գա, ինչ հավես էր։ Ու իհարկե հաճելի է, բայց ես անսահման տխրեցի դրանից, որովհետեւ ինչքան էլ կանայք են տանը պատրաստում, բայց ենթադրենք, օքեյ, դու քո երեխայի հետ գնում ես սրճարան։ Դու էլ պետքա նույնքան տեղեկացված լինես քո երեխայի բոլոր խնդիրներից, հույզերից, ապրումներից, հետաքրքրություններից։ Եվ այդ պատասխանատվությունը երեխայի կյանքի իզուր չի, որ երկու հոգու միասնությունից մի մարդ ծնվում։ Ինձ թվում է դա չափազանց մեծ ամենակով տանելու համար, էլի տատիկներն ու պապիկները կօգնեն, բայց ծնողին ոչ ոք չի փոխարինի։ Ես շատ կուզեի, որ մեր առաջնահերթություններից դա լիներ քննարկելու, որ ծնողությունը պետքա կիսվի հավասարապես եւ էմոցիոնալ առումով եւ պատասխանատվության առումով եւ կենցաղի առումով։ Դրա համար ես ուրախ եմ, որ հիմա Արփին էս պահին պապայի հետ իրանց առանձին ժամանակն են անցկացնում, որում երբեմն ես տեղ չունեմ, ես իրենց խաղերը չեմ հասկանա ու դա շատ կարեւոր է իմ համար։ Շատ կարևոր բան ասացիք, վերջերս ամեն ամիս պապաների խմբեր ենք հավաքում։ Առաջին խումբը արդեն սկսել է, երկրորդը ընթացքում է, չգիտեմ երբ եթեր կգնա այս մեր հանդիպումը, բայց իսկ մա երկրորդն էլ սկսած կլինի։ Մի կողմից շատ սպասելի էր, մյուս կողմից էլի մի տեսակ խումբը հավաքվեց, բոլորը կատարյալ պապաներ են։ Ու մենք մտածում ինչի եկեք, դուք այդքան լավն եք, ծննդաբերությունից սկսած բոլոր գրքերը կարդացել եք մինչ այդ, հա, բայց պապաները նաև շատ կարիք ունեն այդ well-being ասածի, հա, իրենք կարիք ունեն տանը, որ իրենց լսեն, որ իրենց տեղ տան, որ մայրերով իրենց չարտամղենք, իսկ մենք լավ արտամղում ենք, որովհետև մենք ավելի լավ գիտենք, մենք ավելի լավ ենք զգում երեխային, մեր ասածը միշտ ճիշտ է։ Հետո այդ խեղճ պապաները ասենց քայլ ու իրենց հետ են գնում։ Արդյունքում ստացվում է, որ էլի մաման ամեն էլի ես որոշեցի, էլի ես եմ որոշում, որ մանկապարտեզ գնանք, դու էլի չես մասնակցում, հեսա էլի ես կորոշեմ, որ դպրոց գնանք եւ այլն, բայց շատ լավ ու շատ կարեւոր շեշտադրումներ արեցիք, որ իզուր չէ, որ երկուսը պիտի մեկն ունենան, մեկը մենակով այնա որ կարողանար, ամեն մեկն իրենը կունենային, եւ որ պապաներին մաքսիմալ ներգրավենք։ Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում, երբ որ պապային ներգրավում է, այդ պատասխանատվության ինչ որ մաս դնում է իր ուսերին, ինքն
ինքն էլ է դրանից շատ հուզվում, ոգևորվում, ուրախանում, ինչքան էլ այո, նույնքան ներգրաված բնավ պետք է չի ձգտել, որ ինքը նույնքան ներգրաված լինի, բայց գոնե ինչ որ այդ ձեր ասած բալանսը կամ ոսկե միջինը գտնել շատ կարևոր է ու պապաներ ջան, այո, դուք նույնպես անչափ կարևոր մարդիկ եք երեխայի կյանքում, ու այն երեխան, ով մեծանում է լիարժեք ընտանիքում, բայց եւ թերին ընտանիքում, որտեղ երկրորդ ծնողը ընդհանրապես մասնակցություն չունի ծնողավարության մեջ, չի կարող լինել լիարժեք երջանիկ։ Վերջ դա ոնց որ հաստատեն, որ այս մաքսիմումը ապացուցելու կարիք չունի։ Իդեպ լայֆհակ երկրորդը արդեն այսօր, բայց կխնդրեմ այն գրքի անգլերեն տարբերակն էլի վերջում ասեք վերնագիրը, ես մի քիչ տեղը չբերեցի ծնողավարության որ գիրքներ ու անց երկրորդ լայֆհակն է։ I wish my parents read this book կարծեմ։ Շատ լավ, որ ժողովուրդը գտնի էլի։ Միշտ մեր բոլոր գրքերը ես սկրինշոթը կուղարկեմ, կարող եք այստեղ միտեղ դնել։ Իդեպ ես աուդիո տարբերակն եմ լսել, ռուսերենով էլ կա, ավելի հեշտ է ամեն դեպքում, հատկապես ծնողների համար։ Գործանելուց։ Հա, գործանելիս ընտիր է ուղակի։ Իդեպ Հարութի հետ ենք լսել, քննարկել ենք ու շատ է օգնում։ Հատկապես տղամարդկանց, ովքեր մի քիչ այդ էմոցիոնալ մասով խեղճերին հետ են մնում, բայց շատ օգնող է իրանց։ Ես երբ Արփին նոր էր ծնվել, մի քանի ամսականում ես գիտեի, որ օրինակ Հարութը այս չգիտի անել, այն չգիտի անել, ուտելիքը կամ կաթիկը եւ այլն, բայց ես ուղղակի դուրս էի գալիս, վստահելով, որ դու պապան ես, դու կկարողանաս։ Դա միակ իրավիճակն է, որ իրանք նույնքան սովորում են երեխայի հետ լինել։ Ինչ հետաքրքիր բան եք ասում, այսինքն ոչ թե գրեմ տակ, ստեղ գրել եմ սա ոնց անես, ստեղ սա եմ ցույց տվել, ստեղ սա է դրա, ստեղ ու խեղճերը վերջում խառնում են, ասում ես ես քեզ վստահում եմ ու փոխում ես։ Ու դա շատ է օգնում։ Նախ ոնց է որ մենք սկսում ենք երեխայի լացից հասկանալ, թե ինքը ինչ է ուզում։ Ի վերջո ինչքան էլ օքեյ կենսաբանական մասերը կան, բայց նաև փորձի արդյունքում է։ Եվ երբ պապան էլ է այդ փորձը ձեռք բերում, իրան շատ ավելի հեշտ է, քան ասել, որ կաթը դրած է սառնանում, այսքան միլի կտաս։ Չէ, թող ինքը իմանա, որ բարակայում ինչ պետք է անել, թող ինքը չզանգի հարցնի։ Ու պապայի համար էլ դա ավելի հեշտացնում գործը, որովհետև մեկ անգամ, երկու անգամ դժվար է լինում, բայց երրորդ անգամը արդեն դառնում է իր կենսակերպը երեխայի հետ մնալը։ Ու հիմա մեզ մոտ այդպիսի խնդիր չկա, օրինակ շատ հաճախ Հարութն է գործի պատճառով ուշանում, շատ հաճախ ես եմ երկար նկարահանումներ ունենում կամ ընկերների հետ ժամանակին երկուսս էլ անցկացնում, ու մենք հավասարապես Արփիի հետ տարբեր բնականաբար շատ տարբեր կապվածություններ են ու Արփին էլ իդեպ ամեն մեկիս հետ շատ տարբեր է, բայց մենք հավասարապես կարողանում ենք կիսել այդ պատասխանատվությունը ու ինձ թվում է, որ դա շատ է օգնել, այնպես որ մամաներ ձեզ այո, ինչքան հարուստ է Արփի փորձը ինքը ունի մի տեսակ ծնող, մի հատ ուրիշ տեսակ, սրա հետ էս քժություններն անում, նրա հետ այն, սրա հետ էս նուրբ պահերն ունենում, նրա հետ այն, ինչքան ավելի լիարժեք է էլի իրոք երեխայի մանկությունը։ Իդեպ այդ միտքն էլ է ինձ օգնում, որ պետքա թողնենք մեր երեխաները տարբեր կապվածություններ ունենան, մեղավոր չզգալ։ Այո, երբ օրինակ ես տեսնում եմ ինքը ինչքան է սիրում իր տատիկ պապիկին, երբեմն այնտեղ է մնում գիշերը, այդ իր համար առանձին կապվածություն է, այդ իր համար անփոխարինելի մի բան է եւ ես անսահման ուրախ եմ դրա համար ու այդ ինձ շատ է օգնում մեղավոր չզգալ օրինակ ճամփորդելիս, երբ Արփին մնում է տատիկ պապիկի տանը։ Ուռա, Աստված երկար կյանք տա բոլոր տատիկ պապիկներին, միշտ քարոզել եմ, որ մի խուսափեք իրենց օգնությունից, որտեվ ավելի հարազատ, սիրող մարդ, քան տատիկ պապիկն են, դժվար թե գտնեք ու իրանց թողնեք երբեմն ու փախնեք։ Հաստատ։ Շնորհակալ եմ Արուշ ջան շատ զրույցի համար, շատ հարստացնող էր ինձ համար, շատ հանդարտ էր ու շատ իմաստուն։ Շատ հաճելի էր, որ դուք փնտրում եք, որ ասում են, չէ, կգտնի միայն նա, ով փնտրում է ու պատասխանները գտնվում են միշտ, եթե փնտրում ես այդ պատասխանները։ Դուք այդ փնտրող տեսակն եք ինձ համար որպես ծնող։ Ձեզ էլ շատ շնորհակալ եմ այս պրոյեկտի համար, ես իրականում շատ եմ հավանում։ Ձեր պրոյեկտը ինձ համար ամենաօգտակար ու ամենակարևոր պրոյեկտներից մեկն է հայկական YouTube-ում։ Ինձ թվում է պետքա շատ տարածել ձեր կոնտենտը։ Շնորհակալ եմ։ Ընդհանրապես ձեր գործունեությունը շատ եմ սիրում ու հետևում եմ, ոչ միայն YouTube-ում։ Ապրեք, շնորհակալ եմ շատ։ Ես էլ։